Շիրակի մարզկենտրոն Գյումրին ունի բազմադարյա հարուստ պատմություն։ Հայաստանի մայրաքաղաքից Երևանից հետո Գյումրին երկրորդ ամենամեծ քաղաքն է։ Հեռավորությունը մայրաքաղաքից 126 կիլոմետր է։ Այն համարվում է Հայաստանի մշակութային մայրաքաղաքը, հարուստ պատմությամբ, ճարտարապետությամբ, արվեստով ու յուրահատուկ հյուրընկալ մթնոլորտով։ Քաղաքը միշտ էլ եղել է մշակույթի ու արվեստի օջախ, ծննդավայր նշանավոր արվեստագետների, երաժիշտների, գրողների համար։ Գյումրիի Վարդանանց հրապարակի շուրջն են գտնվում բազմաթիվ տեսարժան վայրեր, որոնք են Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Նշան եկեղեցիները, Հայ անվանի գրողներ Ավետիք Իսահակյանի և Հովհաննես Շիրազի տուն-թանգարանները, մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանը, Ասլամազյան քույրերի պատկերասրահը և այլն։ Գյումրին հնուց ի վեր համարվել է արհեստավորների քաղաք, որոնք մեծ համբավ ունեին իրենց հմտությունների և վարպետության շնորհիվ։ Այսօր Գյումրին համարվում է երկրի յուրօրինակ մշակութային մայրաքաղաքը։ Այն ունի շատ տեսարժան վայրեր, որոնցից են օրինակ Վարդանանց հրապարակը։ Վարդանանց հրապարակը քաղաքի գլխավոր հրապարակն է։ Հրապարակի մեջտեղում է կանգնեցված ազգային հերոս Սուրբ Վարդան Մամիկոնյանի արձանը։ Հրապարակում նաև կարելի է տեսնել երգող շատրվաններ, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի և Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Այս երկու եկեղեցիները գտնվում են Վարդանանց հրապարակի երկու կողմերում։ Սուրբ Աստվածածնի եկեղեցին ժողովուրդը անվանում է նաև 7 վերքի եկեղեցի։ Աբովյան փողոց։ Այս փողոցը Կումայրի պատմական շրջանի մի մասն է կազմում, իրենից ներկայացնելով հին քաղաքի իսկական պատկերը իր ծաղկման ժամանակաշրջանում։ Աբովյան փողոցի տները կառուցված են սև տուֆից։ Յուրօրինակ ճարտարապետությունը այս փողոցին առանձնահատուկ հմայք է հաղորդում, իսկ պատերը, պատուհանները, շքամուտքերը զարդարող վարպետորեն կատարած հնարամիտ փորագրությունները յուրաքանչյուր տունը մի արվեստի գործ են դարձնում։ Ասլամազյան քույրերի պատկերասրահ։ Ասլամազյան քույրերի պատկերասրահը գտնվում է Աբովյան քաղաքի հնամյա տներից մեկում։ Պատկերասրահի շենքը ինքն իրենով ճարտարապետական արժեք է ներկայացնում։ Պատկերասրահում ցուցադրված են մոտ 620 կտավներ, որոնք նվիրաբերել են թանգարանի նշանավոր քույրերը։ Սև բերդ։ Սարավանդի վրա գտնվող Սև բերդը այսօր էլ պահպանել է իր վեհաշուկ և ահարգու տեսքը։ Ամրոցը ուներ պաշտպանական նշանակություն քաղաքի համար, որը գտնվում էր գրեթե Թուրքիայի սահմանին։ Միջնաբերդը իսկապես իր տեսքով սարսուռ էր առաջացնում թշնամու մոտ։ Քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարան։ Այս թանգարանում ոչ միայն կարելի է տեսնել հետաքրքրաշարժ նմուշներ, այլև զգալ հին քաղաքի ամբողջ ոգին։ Թանգարանը յուրահատուկ է ժամանակի վերստեղծված հարդարանքով և եզակի մակետներով, որոնք կարծես թե Ալեքսանդրապոլի և Կումայրու առօրյայից կենդանի պատկերներ լինեն։ Կենտրոնական զբոսայգի։ Գյումրու զբոսայգին մի զով կղզյակ է քաղաքի կենտրոնում։ Այստեղ միշտ կարելի է հանգստանալ և հաճելի ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։ Ալեքսանդրապոլ գարեջրի գործարան։ Գարեջրի գործարանը հիմնադրվել է Գյումրիում 1909 թվականին։ Ցավոք շենքը գրեթե ամբողջովին ավերվեց 1988 թվականի երկրաշարժից, բայց ավելի ուշ այն վերակառուցվեց, ստանալով իր սկզբնական պատմական տեսքը։ Գործարանը դարձավ տեղի տեսարժան վայրերից մեկը։ Այստեղ կազմակերպվում են էքսկուրսիաներ զբոսավարի ուղեկցությամբ։ Ծրագրի մեջ ներառված է նաև գարեջրի համտեսը։ Խաչքարերի պուրակ։ Խաչքարերի պուրակում գտնվում է ավելի քան 20 խաչքար, որոնք ջուղայում ավերված խաչքարերի ընդօրինակներն են։ Այստեղ կարելի է տեսնել արվեստի գործեր, որոնք տարբերվում են իրենց առանձնահատուկ նրբագեղությամբ և ժանյակ հիշեցնող քարե զարդանախշերով։